Տետատետ հաղորդաշարի հերթական հյուրն էր երգիչ, շոումեն, դերասան Ավո Ադամյանը։ Star News-ը հետևեց հարցազրույցին։ Տաթևիկ Ադումյանի հետ կապված քննարկումների մասին խոսելով Ավոն նշեց. «Շատ կարևոր մարդ ա իմ կյանքում տաղանդավոր դերասանուհի Տաթևիկ Ադումյանը։ Հիմա որ չեն քննարկում, արդեն մի տեսակ չի դզում, արդեն սովորել եմ։ Իմ ու Տաթոյին այնպես էր, որ շատ երկար մնացինք բոլորի տեսադաշտում ու իսկական սեր ենք խաղացել։ Ավո Ադամյանն ունի ամուր ու գեղեցիկ ընտանիք, ինչպես է սերը դիմակայել։ Մոտենում ենք 2 տասնյակի, ընտանիքը շատ կարևոր բան ա։ Ես բնավորությամբ բարդ մարդ եմ, որ Նարինեն հլը դիմանում ա լավ ա։ Սիրել ենք իրար, սիրելով ամուսնացել ենք, հարսանիք չենք արել։ Դժվարություններ եղել են, միշտ էլ լինելու են, չենք վախենում։ Մենք սիրում ենք վազել հեշտին, ամուսնանալը հեշտ ա, պահելն ա դժվար։ Սխալների և թերանալու մասին, ես մի տեղ հայելի ունեմ, ես եմ իմ ձեռքով աղբորս հետ պատրաստել, օրեր եղել են, որ ամաչել եմ նայել էդ հայլու մեջ։ Կամ նայել եմ ասել եմ ամոթ քեզ, ապտակներ են մեզ պետք արթուն մնալու համար։ Երբ խոսք եղավ հորեղբոր կորստի մասին, Ավոն պատմեց. Չէի ուզում դրա մասին խոսել, փետրվարի 11-ին հոպարիս ծնունդն էր, հասել եմ շիրմաքարի մոտ, ասել եմ բարև հոպար ու իրա համար երգել, հետո եմ ինձ կողքից տեսել։ Ավո Ադամյանը խոսեց նաև նոր իրականության, տեխնոլոգիաների և վիրտուալ իրականության մասին։ Հիմա օնլայն տղա երեխեքն իրար հետ կռիվ են անում, ես դրա ականատեսը եղել եմ մեր տանը։ Դա եղել ա մի անգամ ու չի կրկնվել, իմ տղաները մեծ են արդեն ու կինս թվերի նման հետևում ա իրենց։ Թեմայ ա եղել, իրար հեռախոսով հայհոյել են, 2 տղաս տուն չեն եկել գիշերը, մինչև իրենց հարցերը չեն լուծել։ Հասկացել են, որ օնլայն հիմար բաները կյանքի հարցեր չեն կարա լուծեն։ Ժամանակին Ավո Ադամյանն ու դերասանուհի Տաթևիկ Ադումյանը համատեղ նկարահանվում էին հեռուստասերիալներից մեկում։ Նրանց հեռուստատեսային զույգը բավականին սիրվել էր հեռուստադիտողների կողմից։ Նշենք, որ ավելի վաղ Ասեկոսեի Փոփ Արթ հաղորդմանը Ավո Ադամյանն անդրադարձել էր իր և դերասանուհի Տաթևիկ Ադումյանի սիրավեպի լուրերին։ Ավոն հերքել էր սիրավեպը նշելով, որ երկար էր սպասել սերիալում գլխավոր դեր մարմնավորելուն, ինչի պատճառով էլ չէր կարող ձախողել տվյալ աշխատանքը։ Նրա խոսքով այդ խոսակցությունները տարածվել էին այն պատճառով, որ իրենք փորձել էին հնարավորինս լավ խաղալ, այդ թվում սիրային տեսարաններում։ Զբաղված մարդ։ Մի բան ասա իմ հետևորդներին։ Քոնը են օրս արել։ Իրաց ակետի բայ, աղմիրով է։ Ես դեմ եմ։ Միացել եմ ասեմ, որ ես դեմ եմ, ես այս վիճակով չեմ աշխատելու։ Վերջ։ Ինչ ա Վերջ։ Ես նոր եմ հանգստից եկել, հասկանում ես, մուրը հանում ա ինձնից։ Ես ինչ մեղավոր եմ, որ դու ամեն օր սերիալում առավոտ գիշերով գալիս էիր գործի, հետո էլ գնում էիր վարելու։ Եկել եմ հանգստից չեմ եկել։ Ի գործի։ Ճիշտ ա, պիտի աշխատես, Տաթո ջան։ Աշխատել պետք է։ Տաթ, աշխատել։ Ափսոս ա ժամանակ։ Ես էլի կգնամ հանգստանալու, ես հասկանում Էրիկա, ինչ ասա նշանակում, ես ինչ կարճ շոր ես ակել, Էրիկա ես շոր եմ չտեսնեմ, հենց հիմա ճղում եմ շորը։ Աղա քո արած շորը, ինչ շորը, ամարա, շոքա, ինչ շորը, մի հատ բացատես, ինչ շորը։ Էրիկա շորը չտեսնեմ։ Աղա ջան, ինչ է։ Տացի ջան, մենք այդ հորդ ինչ է ակել, ես ինչ ա նշանակում, ես շորը Տատիկյան 3 մատ անգամ չեն ջանոր բարձր։ Տեվիրով ես խաբար գուզան։ Ողանա այո, ես ինչ եք անում այստեղ։ Ես տան մեջ ես ինչ եք անում դու։ Արմինե ջան, մի րոպե, այսինքն փիսիկ ջան, ես կոմա սոսի լոսը չես խապ կակտը մի վարկել, ես ինչ։ Հələ մի րոպե։ Ես քեզ ինչ փիսիկ։ Ճիշտ է ասում։ Փիսիկ ախիկան գա փիսիկ ասում։ Փիսիկ մենակ սոսը պիտի ասի։ Քեզ չես ուզում ես աղջկանից։ Լավ արի խաչելա։ Ո՞վ է սիրում։ Թողել իրա։ Սիրում ոտքեր ունի։ Գնա, սոսի հոտ լոզ, գնա։ Սոս ջան, հորս արել, Էրվալլա քեզ ոնց ես դիմանում, գալիս եմ քո մոտ։ Գնա, սոսի ուրիշ ճանապարհով չտանել։ Ունեցել են արդյոք ընտանիքում երաժիշտ ու բեմին մոտ կանգնած մարդիկ։ Պրոֆեսիոնալ երաժիշտ չէ, բայց գեներս եկել ա 2 տատիկներիցս։
Մորական տատիկս մեծ ավանդ ունի երգի մեջ, իրենից շատ եմ սովորել։ Տատիկս մինչև վերջին շունչը մահանալուց մի քանի րոպե առաջ ինձ հետ երգել է մաքուր, առանց որևէ ֆալշ նոտայի, առանց բառեր խախտելու։ Անվան ընտրությունը կատարել է հորական տատիկը։ Ռոզա տատիկս, որին մինչև հիմա ես սիրում եմ բոլորից շատ։ Տատիս ծոցն եմ մեծացել, մինչև հիմա իր հոտը հիշում եմ։ Ես երեխա էի, մահացավ։ Պապիկիս աղբերը անժառանգ է եղել, տատիս ասել է հենց մեծ տղայիս տղա ծնվեց, պիտի տեքորս անունը դնեմ, Ավետիք։ Հաղորդման ընթացքում Ավո Ադամյանը մի հուզիչ պատմություն պատմեց։ Եղավ մի ընթացք, որ ընկեր Գայանեն նենց էր արել, որ մի քանի հոգի կային, վարձ չէին վերցնում։ Ես այդ պատմությունը հիմա պատմում եմ, բայց ես իմ հորն ու մոր ցավը տանեմ, նենց չի իրանք ինձ ինչ-որ բանից զրկել են, ուղղակի շատ բաներ փոխվում էր։ Ես դրանից մեռնում էի, ճիշտ եմ ասում։ Մաման ինձ լուրջ պատիժ ա արել։ Ընկերներով սիգարետ, սնիկերս, բաունտի ենք առնում, իջնում ենք ձոր, ծխում, ցայվում մեր համար ու ես դասի չեմ գնում։ Մաման ասեց գնա նստի տես քո երգերը ոնց ա ուրիշը երգում։ Էդ աշխարհի ամենամեծ պատիժն էր, ես լացելով նստել նայել եմ։ Հաղորդման վերջին հատվածում պարզ դարձավ, որ Ավո Ադամյանի կարոտի անունը Կարինկա է։ Չեք պատկերացնի ինչ կարոտ ա, աղբորս աղջիկն ա միջնեկ։ Միացյալ Նահանգներում ա ծնվել, ես իրանց համար գնում եմ էնտեղ գալիս եմ, իմ աշխատանքից ելնելով նաև։ Կարինկային որ տեսնում եմ, մտածում եմ լուրջ մեղք եմ գործում։ Կարոտս էդ երեխեն ա։ Նշենք, որ սերթակարգումից հետո Ավո Ադամյանը Հայաստանում նկարահանվում է բարձր վարկանիշ ունեցող մեկ այլ «Սիրուց հետո» հեռուստասերիալում։ Սցենարի հեղինակը կրկին Անուշ Պետրոսյանն է, ռեժիսորը Վարշամ Սաֆրազյանը։ Այստեղ ևս գլխավոր դերը Ավոյինն է վստահված և կարծես ավանդույթ է դարձել US Արմենիայի հետ Ավոյի համագործակցությունը։ Ներկայումս Ավո Ադամյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նկարահանվում է «Սիրուց հետո» հեռուստասերիալի մնացած մասը։ Վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ պատմությունը սիրո մասին է։ Այստեղ Ավոն կերտել է գործարարի կերպար, ում սիրած աղջիկը գործ է հարուցում նրա դեմ։ Բարդ դրամատիկ իրավիճակներ պատկերող հեռուստասերիալ է, որի նկարահանման աշխատանքները ԱՄՆ-ում շարունակվում են։ Բարև։ Կներես ինչ գործի ես այսօր։ Աշխատանքի։ Այսինքն պրոֆիլդ փոխել ես էլի, երգիչից անցար հաղորդավարի, հանդիսավար, դերասան, հիմա վարորդ։ Սիրո